Առաջինը երեխաներին են հիվանդանոց հասցրել։ Իսրայելական ավիահարվածներից առնվազն 3 զոհ և 16 վիրավոր կա Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարում։ Ականատեսների խոսքով իսրայելական կործանիչը 2 հրթիռ է արձակել իրենց ուղղությամբ։ Հարվածը հիվանդանոցին շատ մոտ էր, բոլոր զոհերը տարածքում էին, հարվածներից առաջ ոչ մի նախազգուշացում չի եղել։ Ավելի քան 1.5 տարի առաջ Քաթարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված Իսրայել-Համաս համաձայնագիրը փաստացի չի գործում։ Այդ ընթացքում պաշտոնական տվյալով իսրայելական հարվածներից ավելի քան 1150 պաղեստինցի է զոհվել։ Ոչ մի հրադադար էլ չկա, մենք ընդհանրապես չենք զգում դրա գոյությունը։ Հատկապես սահմանին մոտ ամեն օր կրակոցներ և հրետակոծություններ են լինում։ Փլատակներում քաղաքապաշտպանության խմբերը շարունակում են որոնել անհետ կորած պաղեստինցիներին։ Նրանց թիվը գերազանցում է 10,000-ը։ Գազայի ավերակներում հույսը չի մարում։ Հարազատների լուսանկարներով են այս երեխաները մի լավ լուրի սպասում։ Գտնված մի մասունքն անգամ նրանց համար թանկ կլինի։ Ամեն օր տառապում եմ, իմ եղբայրներն ու նրա երեխաներից շատերն այս ավերակներում են։ Հիմա տանս 12 որբ կա։ Նրանք հաճախ գալիս են այս փողոց նրանց ծնողներից գոնե մի մարմնի մաս գտնելու համար։ Աբու Շարիա բազմամարդ ընտանիքից միայն Ջադուն է ողջ մնացել։ Ամեն անգամ հարազատներից մի հուշ գտնելով տխրում է։ Հին վերքերը շատ են ցավեցնում։ Այս վայրում մոտ 125 մարդ կար։ Բոլորն իմ զարմիկներն էին, նրանց երեխաները, հորեղբայրներիս որդիները, քրոջս, եղբորս որդիները։ Բոլորն այստեղ սպանվել են։ Գազայում պատերազմը շատ իրազանքներ է կիսատ թողել։ Իսրայելական արկը խլել է պաղեստինցի ֆուտբոլիստ Ալամ Շաբիրի ոտքերը, բայց ոչ Պաղեստինի հավաքականը խաղադաշտում տեսնելու երազանքը։ Մինչև վիրավորվելը ամեն օր սպորտով էի զբաղվում, երբ այս ամենը պատահեց ինձ հետ, ինքս ինձ ասացի, քո երազանքը չի ավարտվել։ Շաբիրն իր տան անկյուններից մեկն է փոքրիկ մարզասրահ դարձրել։ Ընկերների հետ ամեն օր մարզվում է, մի քանի քառակուսի մետրանոց սենյակում։ Իրականացնելու եմ իմ երազանքը, մեծ ու հագեցած մարզասրահ եմ կառուցելու, որտեղ չեմպիոններ են մարզվելու, Պաղեստինը բոլոր միջազգային մրցաշարերում ներկայացնելու համար։ Ցավը ուժի է վերածել, կորուստը հույսի, ասում է Շաբիրն ու շարունակում նոր ճանապարհներ փնտրել պատերազմի փոշուց խամրած դաժան իրականությունից։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։